Ռուս-ուկրաինական ճակատային գծից հեռու գտնվող բնակավայրերն էլ այլևս ապահով չեն։ Հյուսիսարևմտյան Ուկրաինայի Լուցկ քաղաքը ծածկվել է խիտ ծխով։ Ըստ տեղական աղբյուրների, թիրախային հարվածներ են հասցրել ռուսները։ Լուցկը Լեհաստանի եւ Բելարուսի սահմանին է, այն կարևոր լոգիստիկ միջանցք է արևմտյան ռազմական օգնության տեղափոխման, զորքերի եւ տեխնիկայի տեղաշարժի համար։ Միևնույն ժամանակ հարավում Նիկոպոլում ռուսական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ Ուկրէներգոն հայտնում է, որ մատակարարման ցանցի վրա զանգվածային հարձակումից հետո առանց հոսանքի են մնացել Սումիի, Դնեպրոպետրովսկի եւ Դոնբասի Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող շրջանների մի շարք բնակավայրեր։ Պատերազմը թափանցել է նաև Ռուսաստանի խորքային, տնտեսական եւ ռազմավարական համակարգեր։ Բալթիկ ծովի ափին գտնվող Ուստ-Լուգայի նավահանգիստը վերջին 1 շաբաթում արդեն 5-րդ անգամ է ենթարկվում անօդաչուների հարվածներին։ Սա ռազմավարական օբյեկտ է, Ռուսաստանի էներգետիկ եւ լոգիստիկ համակարգի կարևոր հանգույցներից մեկը։ Կրեմլի խոսնակը վստահեցնում է, որ նման ենթակառուցվածքները պաշտպանված են, սակայն միևնույն ժամանակ ընդունում լիարժեք անվտանգություն ապահովելը անհնար է։ Это не значит, что можно на все 100%. Սա չի նշանակում, որ այդ օբյեկտները կարող են 100%-ով պաշտպանված լինել նման ահաբեկչական հարձակումներից։ Միևնույն ժամանակ ինտենսիվ աշխատանքներ են տարվում ոչ միայն այդ նավահանգիստը, այլև մյուս բոլոր կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները պաշտպանելու ուղղությամբ։ Եթե հաստատվեն լուրերը, որ Եվրամիությունն իր օդային տարածքը տրամադրում է ուկրաինական անօդաչուներին Ռուսաստանի հյուսիսարևմուտքին հարվածելու համար, Կրեմլը դա ահաբեկչություն կհամարի եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Но здесь не главное, что думают в Кремле, здесь главное, как ситуацию анализируют наши военные. Բայց այստեղ կարևորը այն չէ, թե ինչ է մտածում Կրեմլը, այլ այն, թե ինչպես են մեր զինվորականները վերլուծում իրավիճակը։ Նրանք ուշադիր հետևում են վերլուծում եւ անում համապատասխան առաջարկներ, որոնք հետո քննարկվում են։ Քաղաքական դաշտում վերջնագրեր են հնչում։ Ուկրաինայի նախագահի խոսքով Մոսկվան Կիևին տվել է 2 ամիս Դոնբասը լքելու համար։ Անգամ ուկրաինական զորքի դուրսբերման հստակ ժամանակացույց է ներկայացրել։ Ռուսներն ամերիկյան կողմին ասում են, այժմ նոր ժամկետներ կան, մենք 2 ամսից գրավելու ենք Դոնբասը։ Այդ իսկ պատճառով կամ Ուկրաինան լքում է այդ տարածքները, կամ էլ 2 ամսից խաղաղության հաստատման միանգամայն այլ նախապայմաններ են լինելու։ Կրեմլը ուղիղ չի արձագանքել։ Պեսկովի խոսքով Զելենսկին միայն զինադադարի մասին է անընդհատ խոսում, այնինչ դաշնության նպատակը վերջնական խաղաղությունն է։ Понятно, что киевский режим отчаянно нуждается в перемирии. Ակնհայտ է, որ Կիևի հուսահատ ռեժիմին անհրաժեշտ է զինադադար, ցանկացած զինադադար, քանի որ առաջնագծում դինամիկան, որը ի դեպ վերահսկվում է ոչ միայն մեր, այլև օտարերկրյա մասնագետների կողմից, ցույց է տալիս, որ ռուսական զորքերը թեև որոշ տեղերում ավելի արագ են, իսկ մյուսներում ավելի դանդաղ, առաջ են շարժվում ամբողջ առաջնագծի երկայնքով։ Поэтому Зеленский Հետևաբար Զելենսկին կարող է եւ պետք է ժամանակին որոշում կայացնի։ Այս որոշումը ավելի բարձր գին կունենա, ավելի ուշ։ придется принимать более дорогой ценой. Այսօր հայտնի է դարձել, որ Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային է հատկացրել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտներից։ Այս մասին հայտնել է Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը Կիևում։ Ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու միակ ճանապարհը ըստ Եվրամիության Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումն է։ Պատերազմի սկզբից ի վեր Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19 փաթեթ է կիրառել, յուրաքանչյուրը մի ամբողջ շարք արգելքներով։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։